երբ դու հասկանում ես, որ ճակատագիրը քեզնից առաջ է ընկնում ու դու ինչ էլ անես, չես շեղելու այդ ուղղությունը, հետաքրքիր է, Աստծո մատը ամեն դեպքում խառն է լինում։ Ձեր կարծիքով հիմա ձեր հաջորդ կրթական կլինի, ակադեմիական կլինի կամ մասնագիտական ուղղությունը որը կլինի, հեչ մտածել եք դրա մասին, թե դուք ձեր կոչումն ու մասնագիտությունը գտել եք։ Երբ դու քայլը գցում ես առաջ գնալու, քո նպատակին հասնելու, եւ եթե դու ճիշտ ես գտել այդ ճանապարհին ես հենց հայտնվել արդեն, նպատակն էլ սկսում է դեպի քեզ գալ։ Իսկ երբ զգացիք, որ հայտնի եք։ Գիտակցություն, որ դու հայ ես։ Ու եթե դու խոսում ես հայերեն, շատ բարձ հարց եմ հնչեցնում։ Ինչի ես գործածում օտար բառեր։ Շատ ժամանակ այդ ռուսերենով կամ հիմնականում անգլերենով բառը շատ ավելի արագ է գալիս, քան հայերեն իր տարբերակը։ Երբ մենք չենք գործածում հայերեն բառեր հայերեն խոսելիս, այդտեղ մեր դնթն սկսում է փոխվել։ Վերջին մեր մի քանի էպիզոդների ընթացքում այսպիսի հետաքրքիր ավանդույթ ենք ձևավորել արդեն, որ մեր հյուրը մի հարց է տալիս մեզ դիտողներին YouTube-ում եւ այդ հարցի պատասխանողի ընտրում ենք եւ այդ գիրքը նվիրում ենք իրեն։ Ողջույն բոլորին, ես Լուիզան եմ Ստաֆեմից, բարի գալուստ Beyond Podcast։ Սիրով ցանկանում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրին, Անի ջան, ողջույն։ Իմ այսօրվա հյուրը Անի Զաքարյանն է, հաղորդավարուհի։ Հավատացած եմ, որ շատերդ հիմա կճանաչեք իրեն։ Շատ ուրախ եմ, Անի ջան, գիտեմ, որ շատ զբաղված, հատկապես վերջի օրերին ձեր գրաֆիկում մեզ համար ժամանակ եք գտել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Բարի գալուստ Beyond Podcast, այսօր խոսելու ենք ձեր մասնագիտության մասին եւ շատ այլ թեմաների եւ չշեղվելով մեր Beyond Podcast-ի ավանդական սկզբից, հա, ոնց ենք սկսում, պատմեք թե ինչպես եք որոշել հաղորդավարուհի դառնալ։ Ես մի փոքր ձեր ուրեմն հարցազրույցներից դիտել եմ, գիտեմ, որ ի սկզբանե այլ մասնագիտություն եք ընտրել, հետո արդեն Թատերական ինստիտուտում փոխել եք ուղղվածությունը, բայց հավատացած եմ, որ մեզ դիտողները, լսողները շատերը չեն իմանա դրա մասին, դրա համար հենց դրանից էլ սկսեմ։ Նախ կրկին շնորհակալ եմ հրավերի համար։ Նշեմ, որ ձայնս կտրված է, դրա համար էլ ներողություն եմ խնդրում նաև ձեզնից։ Ինչպես դարձա հաղորդավարուհի։ Փոքր տարիքում երեխաները երբ այսպես սանրերով երգում են, չէ՞։ Ես այդպես հաղորդավարություն էի անում ու մեր բակի երեխաներին հավաքում էի, միշտ ասում, դե դուք պիտի երգեք, դու սա կերգես, դու սա կարտասանես, իսկ ես հաղորդավարուհին եմ լինելու, ու այդպես էլ եղավ։ Մեծացա ու դարձա հաղորդավարուհի։ Սկզբում բանասեր էի ուզում դառնալ, երբ որ դպրոցը պետք է ավարտեի, իմ բոլոր ուսուցիչները վստահ էին, որ ես բանասեր եմ դառնալու, բոլոր փառատոններին, միջոցառումներին միշտ մասնակցում էի, գնում օլիմպիադաներին, պատվոգրերով վերադառնում էի, դպրոցում դա շատ կարևոր արարողություն էր միշտ լինում, բայց երևի ճակատագիր գոյություն ունի ամեն դեպքում, որովհետև այդ ժամանակահատվածում papan որոշեց, որ չէ, ես պիտի բանկում աշխատեմ, հետևաբար պիտի սովորեմ ֆինանսական ուղղությամբ որևէ բան ու չստացվեց իմ բանասեր դառնալը։ Հետո երբ արդեն ֆինանսաբանկային քոլեջի հիմնադրամն ավարտում էի, ամեն դեպքում որոշեցի, որ չէ, ես պետք է փորձեմ ինձ հաղորդավարության դաշտում ու գնացի Երգի պետական թատրոն սկզբում։ Այնտեղ հաղորդավարական դպրոց կար, շատ լավ դպրոց, ֆանտաստիկ դպրոց է։ Ու սկսեցի սովորել 2 տարի էր, իհարկե ամեն օր դասի չէի գնում այդ ժամանակահատվածում, որովհետև նաև աշխատում էի, բայց հստակ գիտեի արդեն, որ
այ հենց սա է իմը, ու ես պետք է հաղորդավարուհի դառնամ։ Այդպես հիմա պատմում եմ, հիշում եմ այդ ամենը, այնքան հաճելի է։ Շնորհակալ եմ հարցի համար, իրականում շատ հուզիչ պահեր կան այդ ամենի հետ կապված, որովհետև երբ դու հասկանում ես, որ ճակատագիրը քեզնից առաջ է ընկնում, ու դու ինչ էլ անես, չես շեղելու այդ ուղղությունը, հետաքրքիր է, Աստծո մատը ամեն դեպքում խառն է լինում նմանատիպ հարցերում։ Հիմա հարց, ինչու հետաքրքիր է ձեր հայրիկը ուզում էր, որ ֆինանսաբանկային ոլորտում աշխատեք, դուք ասեն ինչ եմ հարց։ Դե որովհետև մեր մեծերը սովոր են, չէ, որ մենք պիտի ինչ-որ հիմնական աշխատանք ունենանք ու այնպիսի աշխատանք, որը մեզ փող է բերում եւ ապահովություն է ստեղծելու, բայց թե կյանքը երևի այդ этаպում արդեն սկսել էր փոխվել եւ մենք էլ բնականաբար մանավանդ իմ սերունդը մենք բավականին ճկուն սերունդ ենք իրականում, որովհետեւ շատ էսպես վայրի վերումներով ենք անցել, երկրաշարժ, պատերազմ, ինչ որ sense շատ խառը этаպներով, նաեւ շատ սթրեսեր հաղթահարելով էլ չեմ վախենա ասել, բավականին սթրեսակայուն ենք եւ սիրում ենք փորձարկումներ անել, համենայն դեպս ես իմ քույրը այդպիսին ենք եւ նաեւ իմ մյուս մորաքույրների աղջիկներն ու տղաները, մենք շատ մեծ ենք էլի քանակով։ Բախտավոր եք, մեծ ընտանիքը, շատ մեծ բանը, օրհնություն է, այո, իսկապես օրհնություն է դա, մանավանդ մի տարիքի 8-9 հոգի պատկերացրեք, այսպես կուռ համակարգ է դա դառնում։ Այդպես դրա համար հաջողել ենք այդ փորձարկումներն էլ ոչ թե փորձ են դառնում, այսինքն փորձ, չէ, բացասական երանգի փորձ չի էլի ստացվում, այսինքն ստացվում է դրական ինչ որ մի բան, որը քեզ եթե չի էլ վնասում, գոնե եթե չի էլ օգնում, գոնե փորձառություն է դա դառնում, այստեղ շատ կարևոր է այս հատվածը։ Այդպես ես ուրեմն ինչի հարցեցի, որովհետև ես տենց շատ երկար ժամանակ ուզում էի հաղորդավարուի լրագրող հաղորդավար դառնալ ու իսկ ինժեներների ընտանիքում եմ ծնվել, մեծացել ու տենց ոչ մի ձևով ինժեներներն ու լրագրող հաղորդավար, այսինքն ոչ միայն բանասիրական ուղղություն, այլ նաև մի փոքր տարբերվող, հա մենք ընտանիքում չունենք նման մասնագետներ, հիմնական մեծ մասը բժիշկներ, ինժեներներ եւ այլն ու տենց էլի որոշեցինք, որ չէ, ավելի լավ է տեխնիկական ուղղությամբ գնամ, շատ շնորհակալ եմ ծնողներիս, բայց երբ Beyond podcast-ը սկսեցի, հորաքույրս ասեց, տեսար դու վերջանքո հաղորդավարությունը փոքր արեցիր ու հետաքրքիր է, եթե նորից գնայք էլի այդ ուղով Անիջան, այսինքն ամեն դեպքում ֆինանսաբանկային կրթություն կստանայիք, թե մի քիչ տենց բանով կասեք, չէ, ես հաղորդավար եմ եւ պետքա երևի կրկին նույն ճանապարհը կանցնեի, բայց մեկ է վերջում էլի հաղորդավար կդառնայի, ախր այնքան հետաքրքիր է այդ հատվածը, իրական շատ երկար պատմություն է, ես փորձում եմ ինչքան հնարավոր է սեղմ ներկայացնել, բայց չի ստացվում։ Թատերական ինստիտուտից հետո, ներողություն, դեռ երկի պետականից հետո, երբ ես գնացի թատերականում այդքան 4-5 տարի սովորելուց հետո, բավականին բուռն ընթացք է եղել, բայց դրանից առաջ ես սովորել եմ դեռ casting school-ում, այսպես տարբեր դպրոցներում այդ վերակրթվելու process ինքը բավականին սիրուն բան է։ Եվ թատերական ինստիտուտը այսպես ամբողջությամբ, կարծես ամփոփեց այն ամբողջ գիտելիքը, ինչ որ ես ստացել էի տարիների ընթացքում, ու այդ հատվածում իրար հետևից այնքան գեղեցիկ հրաշքներ տեղի ունեցան ինձ հետ, ես հավատում եմ, որ իսկապես գոյություն ունի այդ ճակատագիր ասվածը դրա համար, որովհետև երբ դու քայլը գցում ես առաջ գնալու, քո նպատակին հասնելու, եւ եթե դու ճիշտ ես գտել այդ ճանապարհին ես հենց հայտնվել արդեն, նպատակն էլ սկսում է դեպի քեզ գալ ու դուք երկուսով սկսում եք զուգահեռ քայլել դեպի իրար։ Այդ շատ հետաքրքիր մի բան է։ Ու երբ ես արդեն թատերական ինստիտուտ էի ընդունվել, նախ անվճար եմ ընդունվել, ընդամենը 1 ամիս պարապելով, դա ֆենոմենալ բան է, որ ինչ քննություններ են այն ժամանակ ինչ քննություններ են հանձնում թատերականի համար։ Ոյ, ահա որ բարդ։ Դե նախ պիեսների հսկայական քանակ, տեսական մասով, կենսագրությունները, դերասանների, ռեժիսորների, հետո բավականին այլ այնտեղ տեղեկատվություն էլ կար, որ տեսական մասով պիտի պարտադիր իմանայր, որովհետև տոմսը քաշում ես, մի քանի կետից բաղկացած, այդպես հարցեր են գնում։
Բացի դրանից պար, երգ, բանաստեղծական, փոքրիկ էտյուդիկ պետք է ներկայացնեիր, խոսքի մշակույթին են իրենք նաև ուշադրություն դարձնում ու շատ այլ հոգեբանական այնտեղ հատվածների են իրենք կարող է մի անկապ հարց տան քննության ժամանակ, դու ինչ այդ կատարյալ ներկայացած լինես, բայց մի այնպեսի անփույթ բան անես, որ դա բացասական ազդեցություն թողնի քեզ վրա։ Այդպես մի խոսքով շատ բարդ քննություն է իրականում թատերականի քննությունը, մանավանդ այդ տարին Արմեն Մազմանյանն էր նոր էր ռեկտոր դարձել ինքը եւ մեծ այսպես հանձնաժողով էր նստած, ինքն էլ հենց կենտրոնում նստած էր ու այնպիսի հարցեր էր տալիս, ես ապշում էի, վախենում էի իհարկե, բայց միաժամանակ որ հասկանում ես, որ բավականին պատասխանատու իրավիճակում ես հայտնվել, ուրեմն մի պատմություն պատմեմ։ Վերջին երրորդ քննությունն էր, ես արդեն վստահ եմ, որ ընդունվելու եմ, բայց անվճարի մասին իհարկե խոսք լինել չէր կարող։ Ամեն դեպքում վստահ եմ արդեն, որ վերջ ամեն ինչ լավ է, բան, տեսական քննությունը վերջինն էր։ Մազմանյանը ամենավերջում արդեն ասենց որ ես պատրաստ որ հեսա պիտի դուրս գամ, բան, հաղթանակը ստոնել եմ իմ ներսում։ Մեկ էլ ասեց, հələ սպասիր, մի հարց ունեմ քեզ, որ քեզ $1 միլիոն առաջարկեն եւ առաջարկեն խաղալ Համլետի դերը, բայց պիտի վիրահատվես ու դառնաս տղա, համաձայն կլինես։ Ես մի անգամ ասացի ոչ իհարկե, իմ կանացի երջանկությունը ինձ համար շատ կարևոր է ու սկսեց ծափահարել ինքը։ Իսկ ճիշտ պատասխանը դա էր, հա։ Դե հավանաբար ինքը հենց դրան էր սպասում, այսինքն արժե համակարգը չի այդտեղ վնասվելու, հա, կապ չունի, եթե քեզ գայթակղություններով լի ինչ որ առաջարկ են անում, իսկ դու չես գայթակղվում եւ քեզ համար կարեւոր է այն սկզբունքայնությունը, ինչ որ դու ունես արդեն ու հետեւելու ես դրան շարունակաբար, ինչեւ է, այդ պայն այնքան լավ զգացի ինձ, ու ինքը որ սկսեց ծափահարել, մնացած բոլորն էլ սկսեցին ծափահարել։ Այդպես իմ թատերական ինստիտուտ ընդունվել էիք հաղորդավարուհի դառնալու նպատակով, թե դերասանուհի ամեն դեպքում։ Դերասանուհի դառնալու։ Հրաշքներից մեկն էլ հենց այն էր, որ երբ ես ընդունվեցի, սեպտեմբերի 1-ին պարզվեց, որ ես ոչ թե դերասանական բաժին եմ ընդունվել կամ ֆակուլտետ, այլ բացվել է մի նոր կուրս, որը էքսպերիմենտալ կուրս է լինելու կրկին Արմեն Մազմանյանի գաղափարներ Արթուր Բախտամյանի հետ եւ այստեղ մենք երկուստեք մասնագիտություն էինք ձեռք բերելու, այսինքն դերասան հաղորդավարներ էինք դառնալու։ Պետական մասշտաբով այդպիսի կրթություն գոյություն չունի հաղորդավարական, կա փոքրիկ դպրոցներ, ինչ որ դասընթացներ, բան, բայց թատերական ինստիտուտում դա առաջին դեպքն էր։ Ես այնքան հպարտ էի ինձ, որ հայտնվել էի այդ կուրսում։ Իսկ ինչ որ ընտրություն էիք արել, թե իրանք ուղղակի որոշել էին։ Իրենք էին ընտրել։ Քննությունների ընթացքում իրենք թաքուն ընտրել էին, քննությունների ժամանակ էլ ոչինչ չէին ասել որևէ մեկին։ Հետո ոմանք սկսեցին պայքարել իհարկե, որ մենք ընդհանուր դերասանության համար։ Այո, դե ուզում ասեի, հաստատ դիմադրություն կլիներ։ Իհարկե։ Բայց չէ, ես երջանիկ էի։ Մեր ոլորտում, այսինքն տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, մի խոսքով են բոլոր թվային մասնագիտությունները, որի հետ ես ամեն օր առնչվում եմ, շատ այսպիսի ընդունված մոտեցում կա, որ այնքան արագ են տեխնոլոգիաները զարգանում, որ մարդը մի աշխատանքային կարիերայի ընթացքում, հա, մի քանի անգամ հնարավորություն ունի մասնագիտություն փոխել։ Օրինակ, շատ են այն դեպքերը, երբ երիտասարդը ֆինանսական հաշվապահական կրթություն է ստացել, հետո անցում է կատարել ՏՏ ոլորտ ինչ-որ մասնագիտությամբ, հետո այլ մասնագիտություն, շատ ընդունված է։ Ձեր կարծիքով հիմա ձեր հաջորդ կրթական կլինի, ակադեմիական կլինի կամ մասնագիտական ուղղությունը որը կլինի, հեչ մտածել եք դրա մասին, թե դուք ձեր կոչումն ու մասնագիտությունը գտել եք։ Շատ լավ հարց եք տալիս։ Հիմա իրավագիտության 3-րդ կուրսում եմ։ Այդ չգիտեի։ Իհարկե չեմ հասցնում իմ պատկերացումներին համապատասխան դասի գնալ, սովորել, հասցնել են ամբողջ տեղեկատվությունը վերցնել, պես ինչպես պետք է մասնագետ դառնալու համար, բայց դրա հետ մեկտեղ
այնքան ուժեղացնում է ինձ այդ մասնագիտությունը։ Ուրեմն ես կանգնել էի ընտրության առաջ, երբ ընդունվեցի հանրային հեռուստաընկերություն, կամ պիտի սովորեի լրագրություն, կամ նմանատիպ որևէ մասնագիտություն ձեռք բերեի, որովհետև պակասը իսկապես կար։ Թատերական ինստիտուտում ես լրագրություն ուսումնասիրել էի, բայց ոչ այնքան խորությամբ, որ դա ինձ օգներ լուրեր վարելու հարցում, որովհետև դա բավականին պատասխանատու, եթերում բացառապես ուղիղ եթերում ենք աշխատել։ Դե լուրերը այդպես էլ ենթադրում է, որովհետև ավելի օպերատիվ է այդպես ստացվում տեղեկատվությունը հեռուստադիտողին հասցնելու համար։ Այդպես ու ես որոշեցի, որ ես ինչ որ լուրջ մասնագիտություն պիտի անպայման ձեռք բերեմ, թեև ես իմ մասնագիտությունը պարզապես լրջագույն մասնագիտություն եմ համարում դերասանության եւ հաղորդավարության մասին է, թեև նշեմ, որ ես ինձ դերասան բացարձակ չեմ համարում, որովհետեւ թատերականում սովորելու տարիներին էլ ես ավելի շատ հակված էի հենց հաղորդավարական կրթությանը, քան դերասանական, բայց ամեն դեպքում իրավագիտություն ընտրելը ինձ համար շատ ավելի հեշտ է եղել, որովհետև արդեն շատ գիտակցված, այսպես հստակ ես գիտեի ինչ եմ ուզում, ինչի եմ ուզում, ու որոշեցի, որ պետք է սովորեմ իրավագիտություն։ Երբ եք ավարտում։ Մյուս տարի։ Շատ լավ։ Եվ ավելի շատ ակադեմիական համատեքստում ենթադրում եմ, այսինքն հաղորդավարության մեջ կօգտագործվի իրավագիտությունը, ոչ թե այդ ուղղությամբ եք պատրաստվում շարունակել։ Անի ջան, կհիշեք առաջին այդ ուղիղ եթերը, ինչ էր զգում Անին, ես պատկերացնում որ դրան երևի չի լինում պատրաստվել, այսինքն դու չես կարա ինչ որ բաներ անես, որը քեզ կպատրաստի առաջին եթերում լուրերի այդ ամբողջ ոնց որ պատասխանատվությանը։ Շատ բարդ աշխատանք է նախ, դա չեմ ասում նրա համար, որ ես եմ անում ու բան չեմ ուզում չափազանցնել, բայց իսկապես բարդագույն աշխատանքներից մեկն է։ Անսահման, նյարդային անսահման պնդություն է պահանջում բառիս ամենալայն իմաստով եւ բնականաբար այստեղ այս պահին լինելու հատուկ տաղանդ պիտի ունենաս ուղակի։ Հենց մի վարքյան կտրվում ես, վերջ կարող ես ամբողջը ուղակի փչացնել։ Դա բնականաբար ժամանակի ընթացքում է գալիս, որևէ մեկը կատարյալ չի այդ տեսանկյունից, այստեղ այս պահին լինելու, բոլորս էլ անընդհատ մտքեր ենք ունենում, ինչ որ խառնաշփոթ է մեր գլխում, բայց պիտի կարողանաս կտրել, զատվել այդ ամենից, դնել մի կողմ այդ ամբողջը, տան խնդիրները, երեխան, գումարի պակասը, չգիտեմ, յուրաքանչյուր որևէ կենցաղային հարց, որը տանջում է յուրաքանչյուր սովորական մարդու իրավիճակը։ Նաև ինչը որ այդ պահին հատկապես չէ, որ հենց դրա մասին ես դու խոսում, հենց դրա մեջ ես դու այդ պահին, շատ բարդ է իրականում, բայց դրա հետ մեկտեղ, եթե մի փոքր խելացի ես լինում, իմաստուն, կարողանում ես այդ ամենը համ հոգուտ քեզ գործածել, համ հոգուտ աշխատանքի ու նաև հոգուտ հանրության, որովհետև գոնե ես համարում եմ այդ աշխատանքը ավելի շատ ծառայություն, հանուն հանրության։ Այլ պարագայում այդտեղ էգոն արդեն շատ կարող է մեծանալ ու դա տխուր արդյունքի կտանի։ Ես կարծում եմ, ես այդ տեսանկյունից ճիշտ դիրքավորված եմ եղել, դրա համար հանրությունը ինձ սիրով ընդունեց։ Ու մինչև հիմա էլ ինձ տեսնում են, «Վա, ինչ հաճելի աշխատում եք, դեռ հանրային, արդեն հանրայինում չեմ աշխատում, բավականին ժամանակ է», բայց միշտ ասում են, «Ո, այնքան ենք ձեզ սիրում»։ Մինչև հիմա տպավորվել եմ այդ էկրանին ես։ Չեմ էլ կասկածում եւ այն բոլոր ձևաչափերը, որում որ հանդես եք եկել եւ հիմա էլ, հա, ընդհանուր միջև podcast-ը հայը, որն է ձեր ամենասիրելի, տենց ամենահոգեհարազատը այդ բոլորից անիջը։ Ամեն դեպքում լրատվությունը։ Մեկնաբանի աշխատանքը ինձ համար բացառիկ աշխատանք է, որովհետև այդ աշխատանքի շնորհիվ են իմ կյանքում շատ բեկումնային բաներ փոխվել, ընդ որում նաև բացասական երանգով ասեմ, ոչ միայն դրական իմաստով։ Դրա համար հիմա վերադառնում եմ, բայց ոչ հանրային, այլ կրկին մեկնաբան եմ դառնալու, լինելու արդեն այս պարագայում, բայց Reopen Media հեռուստաընկերությունում, որը նոր է բացվել։ Այո։ Շատ լավ, երբանից կլինեն արդեն նոր եթերները ձեր հանդես գալը։ Այս պահին դեռ փորձարկման этаպում ենք, թեև նախանշված է հունիսի 1-ով, այսինքն մի քանի օր դրա համար եմ այսքան զբաղված։ Ձայնս կտրված, քրտնած, մրսած, բայց կապ չունի, ես անընդհատ այդ process-ի մեջ եմ, այդ բացման արարողությանն էինք պատրաստում, որը 3 է տեղի ունեցել հենց։
Այնքան սրտովս է այս ամենը, անսահման երջանիկ եմ ուղղակի, ինձ շատ հոգեհարազատ կերպով, ձևով, տեսակով է այս ամեն ինչը տեղի ունենում, ոչ միայն զուտ այն պատճառով, որ ես լուրեր եմ վարելու, ոչ, այլ հեռուստատեսության գաղափարախոսությունը, հենքը, ինչի վրա կայանում է այս հեռուստատեսությունը, ինձ ավելի շատ դա է հոգեհարազատ, հայամետություն, հային օգնող, հային ոգեշնչող, նոր խոսքով, նոր ոգով մի փառահեղ բան է լինելու իրականում։ Հիմա որ խոսեմ անդադար պիտի խոսեմ այդ մասին։ Մի փոքր ամեն դեպքում մի քանի բառով նկարագրեք Անի ջան reopen ինչը եւ դուք ինչով եք այնտեղ, այսինքն մեկնաբան, լուրեր, մի փոքր այդ մասին էլ պատմեք։ Դե հա, ինչպես արդեն նշեցինք, այո, լրատվության մասով եմ աշխատելու, մեկնաբան եմ լինելու, նաև իմ հայը հաղորդումն է այնտեղ լինելու, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ իրենք հային միտված, այսպես ամեն հնարավոր տարբերակով հանրահռչակելու են լավագույնը, այնինչ կապված է հայի հետ։ Ինձ շատ ոգևորեց այդ միտքը հենց սկզբնական հատվածում, երբ Գայանն ինձ առաջին անգամ գրեց, որովհետև ես չէի ուզում այսպես պարզապես գնալ լուրեր վարելու, հա, մանավանդ հիմա մեզ մոտ յուրաքանչյուր հեռուստատեսություն, յուրաքանչյուր կայք, YouTube-յան ալիք, անպայման որևէ այսպես բան է ունենում, ուղղություն է ունենում, ինչը ինձ անընդհատ խանգարում էր։ Տարբեր առաջարկներ եմ, որովհետև այս ընթացքում ունեցել, այդ տարբեր ասելով 15-20 այս կարգի առաջարկներ թվականակով, բայց որևէ մեկը սրտովս չէր լինում։ Հենց միայն այդ պատճառով, որ ուղղություն ունի։ Այսինքն ինչ որ մեկի ականջները անպայման հետևից երևալու են։ Ես դա չէի ուզում։ Բայց Գայայի հետ խոսելիս հասկացա, որ սա հենց այն է, ինչ ես ուզում էի, բայց գուցե բառերով չէի կարողանում բարձրաձայնել, բացատրել ինքս ինձ, հա, չէի կարողանում խոստովանել, որ ես ուզում եմ չեզոք դիրքում գտնվող ինչ որ հեռուստաընկերություն, որը պարզապես օբյեկտիվ տեղեկատվություն է ներկայացնելու։ Իսկ Reopen Media-ն ապահովում է այս տեղեկատվությունը, ինչը եւ պարզապես փառահեղ է ու բացառիկ, իր տեսակի մեջ բացառիկ, որովհետեւ մեր այսօրվա դաշտում, մեդիայի դաշտում նմանատիպ հեռուստաընկերություն չկա, նմանատիպ լրատվություն չկա, ու կարծում եմ ժամանակի ընթացքում բոլորը կհասկանան դա, մանավանդ երբ չկար, չէին նկատում, որ չկա։ Այո։ Այ հիմա կա, արդեն բոլորը կհասկանան, որ վայ չկար, այ հիմա կա։ Հետաքրքիր շատ։ Անի ջան, հայերենի ոնց ասեմ, ռոպագանդա ասեմ ճիշտ է, հանրահռչակում, այ հանրահռչակումը ես հասկանում եմ, որ լուրջ խնդիր ունենք եւ օրինակ մենք երբ աշխատանքի հայտարարություններ ենք դնում մեր թիմում հավաքագրում կատարելու համար, այս վերջերս արդեն այն հաստիկները, որոնք իսկապես լավ հայերենի իմացություն են պահանջում, նշում ենք հայերենի լավ իմացությունը պարտադիր է։ Ու ասեմ, որ բավականին դժվար է գտնել մասնագետի, ում առաջին եւ հիմնական գործը հենց հայերենի հետ, այսինքն տեքստեր գրել, բովանդակություն մշակել, մի խոսքով շփվել հայերեն լեզվով, որտեղից եկավ այդ խնդիրը, որ այսօր մենք հայերենի Հայաստանում ապրելով հայկական երևի 90% մեր դպրոցների հայկական են, այսինքն դες նույնիսկ 30 տարի առաջ լիներ կմտածեինք դե ռուսական դպրոցները ավելի պոպ բան են, տենց հայտնի են եւ ընդունված են եղել, որտեղից է գալիս այս խնդիրը, դուք հավատացած եմ ուսումնասիրել եք։ Հա, ես շատ լավ մասնակետ բարեկամ ընկերներ ունեմ արդեն, ժամանակի ընթացքում իմ հետաքրքրասիրությունը ինձ համար տարբեր այսպես ուղղություններ, ճանապարհներ բացեց դեպի այդ աշխարհ, ինչպես արդեն նշեցի, ես մասնակետ չեմ ու միշտ ասում եմ դրա մասին, որովհետև երբեմն ինձ գրում են, իսկ շատ ինչ որ մի բարդ հարց են գրում, ասում եմ, ես մասնագետ չեմ, ես ձեր հարցին պատասխանել չեմ կարող եւ չեմ վախենում երբևէ բարձրաձայնել այն մասին, որ ես մասնագետ չեմ, բայց ինձ շատ հարազատ մարդիկ ինձ բացատրեցին, որ քանի որ Օսմանյան կայսրության ժամանակահատվածում մենք եղել ենք լծի տակ եւ այդ ժամանակահատվածում մեզ վրա հենց այդ Օսմանյան կայսրության ազդեցությունն է եղել նաեւ խոսքի տեսանկյունից, բառերի ձևով դրանք շեշտադրությունների եւ շատ այլ այդպես լեզվամտածելակերպի վրա էլ ազդեցություն։ Ռուսերենը հաստատ ունեցել է, հա։ Հետո դե արդեն եկել է բանը Խորհրդային Միությունը եւ Խորհրդային Միության ժամանակահատվածում էլ ռուսերենն է սկսել ճնշել մեզ։ Այսինքն այդ թուրքա, ադրբեջանա, ռուսա ալիքը եկել մեզ հասել է այս ողջ ժամանակահատվածում, այսպես խտանալով, հա։ Բայց ինչն է բացասականը։
Սա ինչքան խտացել է, այդքան դուրս է մղվել հայերենը ցավոք սրտի։ Ու մենք հիմա շատ հանգիստ գործածում ենք, չգիտեմ, շտեպցել, տելևիզոր, դիվան, բան բառերը։ Ու ես այդ բառերը միշտ հատուկ տենց պաթոսով եմ շեշտում, որ մարդկանց նյարդայնացնի, որովհետև մենք իսկապես հենց այդպես էլ գործածում ենք։ Ուղղակի չենք լսում մեզ։ Մենք ինքներս մեզ չենք լսում։ Հիմա հարց եմ հնչեցնում։ Вообще, հա, շատ ենք օգտագործում։ Ես լեմ օգտագործում, կուզենայի չօգտագործեի, բայց հենց դա է, իրական անգլերեն բառերն են մտել մեր այ տեսեք, բառապաշար ու այս ժամանակաշրջանի խնդիրն է, բայց մի շատ կարևոր բան կա։ Գիտակցություն, որ դու հայ ես։ Ու եթե դու խոսում ես հայերեն, շատ բարձ հարց եմ հնչեցնում։ Ինչի ես գործածում օտար բառեր։ Տրամաբանություն չկա ուղղակի այդտեղ, ոչ մի տրամաբանական պատասխան չկա։ Նոր սերունդն էլ է ախր այդ բառերը օգտագործում է։ Ամբողջ абսուրդ դա է, абսուրդ։ Տեսակ, ես խոսում եմ եւ նաեւ հետեւում միաժամանակ, բայց ես զգում եմ, որ ենթագիտակցության абսուրդի հայերենը ո՞րն է Անիջան։ Անհեթեթ, այո։ Անհեթեթություն, եթե абսուրդ էս դեպքում գոյական տեսակետից ենք օգտագործում, գոյականի կստացվի անհեթեթություն է սա։ Խորանում եմ այսպես, խորանալով գնում եմ։ Ես էլ որ մասնագետ չեմ, ես ինքս էլ անընդհատ բզբզում եմ այդ տեսանկյունից, որովհետև անհրաժեշտություն կա, որ նախ ես ինքս իմ խոսքը շտկեմ։ Բայց մեզնից յուրաքանչյուրին պահանջում է մի քիչ կամքի ուժ, մի քիչ էլ համառություն։ Վերջ, ուրիշ ոչինչ պետք չի, որովհետև մեր երակներով այդ հայերենը հոսում է։ Մենք նոր սովորելու կարիք չունենք։ Պետք չէ նստել այից մինչև, հա։ Ես մի քանի տարի առաջ ոդքասթի հրավիրված եւ իմ մասնագիտությունից, ստաֆեյից, տեխնոլոգիաներից էինք խոսում, իսկ այդտեղ շատ դժվար է անգլերեն բառեր չօգտագործել, ու ես տենց այդքան ուշադիր չի ուլի անգլերեն բառեր էի օգտագործել, հետո իհարկե մեկնաբանություններում մարդիկ կիսվեցին ինչ են ասում, ինչ են մտածում ու ճիշտ արեցին, ու ես հիմա շատ հատկապես երբ ինչ որտեղ ելույթ եմ ունենում կամ մեր ոդքասթների ժամանակ շատ տենց մեծ ճիք եմ գործադրում, ու վատա որ ճիք եմ գործադրում։ Դե հիմա այնա ինչ որ ունենք իրականում, որովհետև կարդում ենք շատ այլ լեզուներով, դիտում ենք նյութեր այլ լեզուներով, շատ ժամանակ այդ ռուսերենով կամ հիմնականում անգլերենով բառ շատ ավելի արագ է գալիս, քան հայերեն իր տարբերակը։ Դրա համար, բայց ես համաձայն եմ, որ գիտակցված ընտրություն է դա, այսինքն եթե օրինակ մարդը որոշի, որ ես ոչ մի օտար բառ չեմ օգտագործելու, փորձելու եմ ամբողջը հայերենի միտքը սովորեմ հայերենով արտահայտել, հաստատ իմ փորձից եմ ասում, որ թե չէ տենց երեք լեզվով միաժամանակ խոսելը շատ հեշտ է։ Չէ՞ մի մասը հայերեն, մի մասը ռուսերեն, մի մասը անգլերեն, տենց գցնես իրար ու անհասկանալի մի բան ստանաս։ Անջան հաղորդավարները, մեկնաբանները հատկապես, հա, որովհետև այդտեղ նաև որտեղ հաղորդավարը կարա լինի զվարճալի ինչ որ ժամանցային եւ այլն, բայց արդեն որպես լրատվական մեկնաբան ինչ հատկություններ անհատը պետք է ունենա կամ զարգացնի իր մեջ, հա, մեզ պատկերացրեք հաստատ դիտում են, լսում են երիտասարդներ, որոնք որ ձեզ են հետևում եւ ոգեշնչվում են ձեզնով եւ խորհուրդ տանք իրենց, թե իրենց որ հատկանիշների վրա աշխատեն, զարգացնել եւ նաեւ ինչպես կողմնորոշվեն դա իրենց մասնագիտությունը, թե պետքա էլի տենց ձեր նման սկզբից ֆինանսաբանկային կոլեջ, հետո վերջում թատերական եւ մի խոսքով ինչ խորհուրդ կտաք։ Դե նախ փորձարկումներ անելուց թող չվախենան, սա շատ կարևոր է։ Սխալվելուց էլ պետք չէ վախենալ, իհարկե ոչ ճակատագրական սխալների մասին է խոսքը, այլ ընտրություն կատարելիս գոնե մի փոքր քթածակով ընտրություն կատարել։ Բայց պետք չէ կարճել տվյալ ընտրությունից եւ չպետք է մտածես, որ վերջ այդ մի որոշումն է ու դա ճակատագրական է։ Որովհետև ես մի 15 տարվա ընթացքում փաստացի 3 մասնագիտություն եմ հասցրել ձեռք բերել, ընդ որում նաև աշխատելով, գումար վաստակելով, կարիերա կերտելով, այսինքն ամեն ինչ հնարավոր է անել ցանկության դեպքում։ Բայց կոնկրետ լուրերի մեկնաբանի պարագայում ամենակարևոր հատկանիշը հուզական ինտելեկտը զարգացնելն է։ Առանց դրա
առհասարակ որևէ աշխատանք հնարավոր չէ նորմալ կատարել, բայց հատկապես ուղիղ եթերում աշխատող հաղորդավարը պիտի պարտադիր ունենա զարգացած հուզական ինտելեկտ, կրթված հուզական ինտելեկտ։ Ինչու, որովհետև այդ տեղեկատվության քանակը, ձևը շատ բարդ է ու խառնիչ աղանջ։ Հիմա որպեսզի այդ ամբողջը մեր վրա անընդհատ բացասական ազդեցություն չթողնի, պետք է պարտադիր դու ունենաս կրթված հուզական ինտելեկտ, այսինքն գիտակցես, հասկանաս, թե ինչպես քեզ պաշտպանել այդ ամենից։ Ես չեմ ասում դառնանք քարի կտոր, հա, ու դադարենք ապրումակցել մարդկանց առհասարակ, բայց պետք է կարողանաս այնքան ճիշտ կերպով դու վերաբերմունքդ ձևավորել տվյալ երևույթի, տվյալ լուրի, տվյալ մարդու հանդեպ, որպեսզի դա քո վրա բացասական ազդեցություն չթողնի։ Օրվա կտրվածքով պատկերացնում եք, չէ՞, ինչ ահռելի քանակությամբ լրատվություն է գալիս, դա էլ դու դեռ պիտի կարդաս ու ներկայացնես ուղիղ եթեր է, այսինքն առանց այդ էլ դու լարված ես եւ այդ տեղեկատվությունն էլ հետեւաբար դա ծանր ազդեցություն է թողնում մարդու վրա։ Բայց պետք է կրթել պարզապես հուզական ինտելեկտ այսքանը։ Իսկ համալսարանում Թատերական ինստիտուտում սովորեցրել են ինչպես դա անել, որտեղ են սովորացնում անջան, չէ՞։ Այսինքն մարդը ինքը իր վրա պետք է աշխատի։ Իհարկե, այսօր ինքան շատ է այդ տեսանկյունից տեղեկատվությունը YouTube-ում, հենց chat GPT-ին էլ եթե գրենք ինչ է հուզական ինտելեկտը, մի հսկայաշարք բան կբերի տեղեկատվություն ու մնում է միայն կարդալ, նաև փորձարկել սեփական անձի վրա, ոչ միայն կարդալ ու դա թողնել որպես տեսական գիտելիք, այլ պետք է նաև գործածես ու գործածելի դարձնես առօրյայում։ Միայն այդ ժամանակ ինքը կսկսի դառնալ քեզ համար գործիք։ Բայց դե պետք է նաև շատ կարդալ, շատ լսել, շատ տեղեկացված լինել, այսինքն միայն հուզական ինտելեկտով չի, էլի, նաև պետք է դու կարողանաս շատ գեղեցիկ հաղորդակցվել, սովորել հաղորդակցվելու գեղեցիկ կերպը, էթիկան, հա, շատ հատկանիշներ են պետք։ Հաղորդավարը միայն խոսացող գլուխ չէ։ Սա վատ բնորոշում է, որ տալիս են։ Դե խոսում է էլի, չան որ խոսում է, միշտ այդպես են ասում, չէ, դա բարդ աշխատանք է իրականում։ Հələ մեկին բերեք նստեցրի կամերայի առաջ, տեսախցիկի առաջ, հələ տեսեք ինչ ռեակցիա է տալու։ Հենց հələ առանց բանի հուշարարի, սուֆլորի հայերեն համարժեքն է, առանց ինչ որ մի խումբ եթերային աշխատակիցների, պարզապես մի հատ տեսախցիկ դրեք ու այդ մեկին նստեցրեք տեսախցիկի առաջ։ Ինչ աննորմալ բան ասես կարող է անել։ Միայն հենց այն պատճառով, որ ինքը տեսախցիկի առաջ նստած է։ Վերուր մնաց ուղիղ եթերում աշխատի մարդը։ Դրա համար որևէ մեկին գնահատական տալուց առաջ, չեմ էլ ասում թերագնահատելուց առաջ, գնահատական տալուց առաջ մարդը պետք է նախ ընկղմվի տվյալ մարդու արած գործի խորքը, հասկանալու թե արդյոք ինչ է անում եւ ինչպես է անում։ Հետո նոր գնահատական կամ թերագնահատի։ Օրինակ արտերկրում արևմտյան աշխարհը նայենք, հա, Ամերիկայում, Անգլիայում եւ այլն, այսինքն զարգացած երկրներում շատ մրցակցային է հաղորդավարների մեկնաբան հաղորդավարների հատկապես այդ ունենք CNN, BBC, CNBC եւ այլն, այնտեղ մի հատ մեծ ճանապարհ են անցնում եւ չվախենամ այդ խոսքից պատերազմ են անցնում տեղ հասնելու եւ այդ մարդը դառնալու։ Հայաստանում էլ է այդպես։ Հետաքրքիր է։ Այդ այն ոլորտն է, որից ես տենց շատ հերու եմ բայց շատ հետաքրքիր է, այսինքն այդ կառուցվածքը ներքին։ Ես ամենայն դեպս այդպիսի պատերազմների չեմ հանդիպել։ Իմ ճանապարհը շատ հետաքրքիր է ընթացել, որովհետև ի սկզբանե ինձ իմ դասախոսն է տարել Armenia TV, որտեղ ես որպես առաջին անգամ հաղորդավարուհի եմ ելույթ ունեցել։ Դրանից հետո երևի նաև որակիցել է։ Լուիզա ջան, շատ կարևոր է, թե ինչ որակային հատկանիշներ ունես նախ որպես մարդ, բացի դրանից հմտություններդ ինչպիսին են, ինչ որակի են, որպես հաղորդավար, եւ արդյոք ճկուն ես, արդյոք բացվելու տեղ ունես, քո հնարավորությունները ինչքան են, այո, արագ սովորելու քո հմտությունները։ Շատ կարևոր են այս ամենը։ Առհասարակ որևէ մասնագիտության մեջ, թե բնականաբար էկրանի հետ աշխատելիս ամեն ինչ ավելի է, տեսախցիկի հետ աշխատելիս ամեն ինչ ավելի է բարդանում։ Ու իմ ճանապարհը այնքան հեշտ է եղել։ Սկզբում իմ դասախոսն ինձ տարավ Armenia TV, հետո Հրաչ Քեշիշյանը հրավիրեց Armnews, հետո Երկիր մեդիայից են ինձ հրավիրել լուրեր վարելու, որ ես բացարձակ կապ չունեի ոչ լուրերի, ոչ քաղաքականության, ոչ ուղիղ եթերի հետ, բայց փորձեցի, չեմ վախեցել այդ ժամանակահատվածում, կրկին
փորձեցի եւ ստացվեց։ Հետո արդեն առաջինը եմ գնացել ու հետո արդեն հանրային հեռուստաընկերություն Պետրոսն է ինձ իհարկե այդտեղ հնարավորություն տվել աշխատելու ինձ համար շատ վախենալու եւ գերպատասխանատու էր այդ հատվածում, որովհետեւ ես չէի պատկերացնում ուղղակի, որ հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողների մասշտաբը դա աննկարագրելի է եւ այդ մասշտաբի առաջ ես դու պատասխանատու եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս չէ փաստացի։ Ընդ որում դու դառնում ես երկրի դեմքը ինչ որ իմաստով եւ դա անսահման վտանգավոր է, այսպես ինչ որ շատ նեղ ինչ որ թելի վրայով անդադար քայլում ես օդով ու դա ահա որ բարդ բան է։ Բայց բնականաբար ժամանակի ընթացքում դու մոռանում ես այդ ամբողջի մասին, պարզապես սկսում ես վայելել քո աշխատանքը, դա էլի սովորել։ Այդ ինչքան ժամանակ հետո է գալիս անի։ Եթե ես երկիր մեդիայում աշխատած չլինեի եւ փորձառություն ունեցած չլինեի, շատ բարդ էր լինելու հանրայինում ինձ համար, բայց ես երկիր մեդիայում 2 տարի աշխատել էի, հետո նաեւ առաջին ԵՄ-ում եւ այդ փորձառությունս ինձ օգնեց շատ արագ հաղթահարել։ Երևի մի շաբաթ հետո, պատկերացրեք, ես ընդունվել եմ սկզբում առավոտյան ժամերին լուրեր վարելու, 1 շաբաթ հետո ինձ Պետրոսը կանչեց, ասեց արդեն կարող ես երեկոյան եթեր մտնել, ես ապշած էի իհարկե, բայց բնականաբար եթե ինքը հարմար չգտներ, թույլ չտա, որովհետև դա գերպատասխանատու դաշտ է։ Եվ ամեն մարդու չեն թողնում մի խոսքով։ Կարոտել եք Անջան այդ լարվածությանը։ Հիմա հետ եք գնում փաստացի։ Արդեն լարվածություն չէ։ Հա։ Արդեն լավ առումով լարվածության, դրական երանգներով։ Պակասն է զգում։ Այո, տենց է չէ, որ մարդիկ, որոնք տենց անդադ էքստրեմի մեջ են, ինչ-որ էքստրեմ սպորտաձևեր եւ այլն, հետո այդ ադրենալինի պակասն են զգում։ Իսկ երբ զգացիք, որ հայտնի եք։ Ոյ, չգիտեմ։ Տենց որ ինչ-որ մեկը ձեզ ընդհանրապես մարդը երբ այնց է իմանում, որ ինքը հայտնի է։ Ոյ, շատ բարդ հարց եք տալիս, չգիտեմ։ Չէ, չեմ կարող։ Այ, գիտեք, երևի երբ ավելի ակնհայտ զգացվել պատերազմի օրերին 2020 թվականի պատերազմի ժամանակ մի դեպք եղավ, երևի կհիշեք այդ դեպքը։ Երևի ավելի շատ դրանից հետո այդպես ավելի ակնհայտ ոնց որ զգացվեց, որ ճանաչում են, իհարկե լավ չի, որ այդ պատճառը, բայց երևի դա է եղել ավելի բեկումնային հատված, ենթադրում եմ, որ այդպես։ Բայց ինձ թվում է արտարոցության պատճառով էր տենց հավատացած եմ, որ մինչ այդ եք հայտնի եղել Անջան։ Ուղղակի դա շատ իր չսպասված եւ այդ ժամանակի համար շատ sense մեծ էմոցիոնալ ոնց որ հուզական բան իր մեջ պարունակող։ Երևի, բայց մի կարևոր բան էլ կա, ուրեմն հանրայինից հետո, երբ ես հոլովակներ եմ անում, չէ, բառերի հետ կապված։ Այո։ Բացի դրանից նաև հայի բառարանը տպագրեցինք։ Այս վերջին ժամանակահատվածում ես սկսել եմ արդեն զգալ, որ ինձ ավելի շատ իմ հոլովակներից են ճանաչում, որովհետև մոտենում են արդեն ոչ թե լուրերի մասին են խոսում, այլ մոտենում են արդեն վայ, ձեր հոլովակները, վայ, ձեր բառերը, վայ, ձեր գիրքը, բան, ես խորապես իհարկե զգացվում եմ, որ արդեն ավելի կարևոր դաշտ է դա դարձել, քան հանրային հեռուստաընկերության հետ են ինձ կապում կամ մասնավորապես լրատվության հետ, բայց ամեն դեպքում հաճելի է նաև այն տեսանկյունից, որ լեզուն է մարդկանց ուրեմն հետաքրքրում։ Այդ հոլովակը հաստատ անկապ մարդիկ չեն նայելի, չի հետաքրքրի ինչ որ մեկին, որ ընդհանրապես չգիտեմ գլուխը խոթած ինչ որ գործ է անում։ Ինչևէ հետաքրքիր բառեր եք առանձնացնում, ես որ դիտում էի Սդաչին, ինչի սդաչի, հերիք չինքը ռուսերենով է սխալ, մի հատ էլ տենց իրան սխալ օգտագործում ենք ու մանրադրամը լսել էի, բայց մանրոն շատ գեղեցիկ բառ է, ու տենց այնքան լավ, ես Թումոն ունի շատ լավ տենց թարգմանություններ, լիքը տարբեր բաների, իրանք դե իրենց ներսում այդ բոլոր նյութերը կրթական եւ ամբողջը թարգմանված է։ Օրինակ աշխատարան, workshop աշխատարան, ես իրանց մոտից եմ լսել ու տենց ամեն անգամ երբ որ ինչ որ տենց հետաքրքիր հայերեն բառ եմ ինձ համար բացահայտում, այս դեպքում մանրոններ ու մենք հետաքրքիր վերջավորություններ ունենք ու մեզ այն սկզբում երբ որ նոր էինք ստաֆ-ը սկսել ու լիքը հայերենով
ոնց որ տեքստեր, մարքեթինգային տեքստեր, բան, իսկ այդտեղ պետք է լավ կարճ լինես, իսկ հայոց լեզուն իր բառերը ամեն դեպքում երկար են։ Արագ դրա անգլերեն տարբերակը գտնում էիր, իսկ հայերենի վրա, բայց հետո հասկացանք, որ մեր մոտեցումն է սխալ, պետքա լավ ուսումնասիրել ու կան շատ հետաքրքիր բառեր եւ շատ ճկուն է իրականում հայոց լեզուն։ Ինքան տարբեր մտքեր, գուցե մեր մայրենին է, դրանից ենք մենք կարողանում իրան ավելի լավ գործածել, բայց ինքը իսկապես շատ ճկուն լեզու է։ Դե համարվում է ամենահին, նաև ամենաբարդ լեզուներից մեկը։ Այո։ Այսինքն օտարազգի մեկի համար հայերեն սովորելը հաստատ այնքան հեշտ չի լինի, ինչպես անգլերենը, հա։ Բայց դրա հետ մեկտեղ ախր մի հատ շատ կարևոր բան կա։ Ես միշտ անդրադառնում եմ բանախոսությունների ընթացքում այդ թեմային, ասում եմ, երբ մենք չենք խոսում հայերեն, չէ, երբ մենք չենք գործածում հայերեն բառեր հայերեն խոսելիս, այդտեղ մեր դնթն սկսում է փոխվել։ Այսինքն, եթե ես խոսում եմ հայերեն, ես պիտի գործածեմ բացառապես հայերեն բառեր։ Հիմա մի ուրիշ հարց եմ տալիս։ Ռուսները հայերեն բառեր գործածում են։ Չէ, բայց իրանք անգլերեն են շատ գործածում։ Անգլերեն են գործածում, լավ, թող գործածեն, բայց հաստատ տերմինների հետ կապված է, չէ՞, տերմիններով պայմանավորված են այդ բառերն էլ գործածում։ Առօրյայում հաստատ այդպես անգլերեն բառեր չեն սկսել օգտագործել։ Ոնց որ մենք ենք ռուսերեն բառերն օգտագործում, որ ստա չի բան, թիթիզանալու մի ինչ որ անհասկանալի բան կա տեղ, բայց ինչ կա տեղ թիթիզանալու, իսեր աստծո, լավ, թիթիզանանք հայերեն խոսելով։ Այո, ինձ թվում է հիմա դա ավելի շատ թիթիզանալուն հայերեն տարբերակը չգիտեմ, թիթիզանալով չէ, այո, բայց ինձ թվում է համենայն դեպս ինձ համար այսօր ավելի դժվար է լսել գտնել մարդկանց, որոնք որ տենց շատ գեղեցիկ հայերենով են խոսում, ու ինձ թվում է դա հպարտանալու տեղ է տալիս, կան տենց լիքը տարբեր ինչ որ լեզուներ իրար խառնած, որը որ այդքան էլ ինձ թվում է կփոխվի, բայց հա, կարծում եք, հա, հաստատ կփոխվի 100%, որտեղ գիտեք, ամեն դեպքում տենց մի հատ լուրջ սերնդափոխություն է տեղի ունեցել խորհրդային միությունից հետո։ Ու ընդհանրապես միայն Հայաստանում չէ, պոստսովետական երկրներում այդ իրենց լեզվի, իրենց տենց ազգագրական ամեն ինչի նկատմամբ, ազգային ամեն ինչի նկատմամբ շատ մեծացել է ավելի հետաքրքրությունը։ Մենք այստեղ ուղղակի իմ կարծիքով անգլերենի կողմից տենց մի քիչ բան ունենք, հիմա էլ վտանգ ու հենց այդպես էլ կասեմ վտանգ ունենք, բայց կարծում եմ, որ ռուսերեն բառերը ու այն, որ ռուսերենը նորաձև է եւ հարգիա այդ նոր ոնց որ երիտասարդների մեջից այդ շատ է դուրս գալիս։ Բառարանի, հա, ասեք անցնենք բառարանին։ Տեսեք, ես չեմ ասում օտար լեզվով խոսել պետք չէ կամ չի կարելի, աստծո, բնականաբար խոսքը դրա մասին չէ, սա հատուկ շեշտեմ, որ հետո չափազանցնեն, էլի։ Շատ կարևոր է դա ֆիքսել, որ ամրապնդել, մտապահել, որ օտար լեզուն իր հերթին է պետք լավ իմանալ, հայերենն էլ իր հերթին, բայց որպեսզի մենք լավ կարողանանք խոսել օտար լեզվով, նախ հայերենն է պետք, այսինքն մայրենի լեզուն է պետք սովորել, սա էլ պետք է կարողանանք ճիշտ ընկալել, որովհետև օտար լեզուն սովորելուց հետո եւ երբ ավելի հակումն առաջանում է դեպի անգլերենը, հա, արդեն ուրիշ մտքեր են այդտեղ առաջանում, նաեւ երկիրը լքելու թեման է առաջ գալիս։ Ես միշտ վախենում եմ այս թեմայի մասին խոսելիս, բայց ինչպես պատտվում ես, մեկ է այդ թեման ամեն տեղ սկսում է ակտիվանալ։ Անջան գրքից կուզենամ խոսենք, միտքը որտեղից ծագեց, եւ մենք վերջին մեր մի քանի էպիզոդների ընթացքում այսպիսի հետաքրքիր ավանդույթ ենք ձևավորել արդեն, որ մեր հյուրը մի հարց է տալիս մեզ դիտողներին YouTube-ում եւ այդ հարցի պատասխաններից որևէ մեկը որևէ տրամաբանությամբ, հա, կարող լինի ամենաշատ լայքեր հավաքած կամ որևէ մեկը, որը որ մեր հյուրին առանձնահատուկ տուր եկավ մի խոսքով ընտրում ենք եւ այդ գիրքը նվիրում ենք իրեն։ Հիմա ինձ թվում է գիտենք արդեն գրքի ընտրությունը միանշանակ է, որը կնվիրենք, բայց կուզեմ այդ գրքի մասին մի փոքր պատմեք, որտեղից է ծագել հենց միտքը իրան ստեղծելու։ Հոլովակները դե արդեն մոտ 4 տարի է որ նկարում եմ։ Սկզբում երբ սկսեցի բանասեր լավ ընկերներ այսպես հայթայթել ու կապերը հաստատել, ավելի ամրապնդել, որովհետև ինչքան զարգանում էր այդ հոլովակները նկարելու գործընթացը, այդքան ինձ ավելի շատ էին պետք գալիս լավ մասնագետներ, մարդիկ, որոնց հետ հնարավոր էր խոսել նմանատիպ թեմաներով եւ խոր գիտելիք բնականաբար հայթայթել, լսել, ստանալ։
Եվ լեզվի կոմիտե մի օր զանգահարեցի, սրանից մի 2 տարի առաջ անընդհատ գրում էի, երբեմն չէին պատասխանում, ինչ որ անտարբեր վերաբերմունք կար, ես դրանից նյարդայնանում էի, ոչ օպերատիվ վերաբերմունք էր դա, հարցը իմ անձը չէր, այլ պարզապես այդ ոչ օպերատիվությունը ինձ ահավոր նյարդայնացնում էր։ Ու ես զանգեցի լեզվի կոմիտե։ Մի կին վերցրեց, խոսեցինք, հարցերս հնչեցրի, ես էլ միշտ այնպես դավթարով հարցեր եմ ունենում։ Դավթարը իդեպ պարսկական բառ է։ Հա, Այո։ Հավանաբար հենց գրականել չի ու չի կարելի օգտագործել, բայց լավ էս բaragայում կարելի է դավթար։ Հարցերս դավթարով այդպես փաթեթ, երևի փաթեթ կարելի է ասել, ասեցի ու Այո, այս սրանից հետո դավթարին ասում ենք փաթեթ։ Հարցերս փաթեթով Ուղղակի դավթարը այնքան լավ նկարագրում է այդ իրավիճակը, այդ որովհետեւ դրանք արդեն մեր բան են մտել էլի, տենց այդ հենց լեզվամտածողության այո, լեզվամտածողության մեջ են մտել։ Այդպես հարցերս հնչեցրի ու այնքան հաճելի զրույց ստացվեց ու երկար բավականին զրուցեցինք, հարցերս երկար բարակինքը պատասխանեց, բան հետո ասեց, որպեսզի կապը երկար չզբաղեցնենք, իմ հեռախոսը համարը տամարի այդպես կապվենք իրար հետ, ես էլ շատ հարցեր եմ ունենում, չէի ուզենա անընդհատ զանգահարել, բան Ինչևէ, Տիկին Մարիամս էր ու կապվեցի այդպես իր հետ, հետո Facebook-ով միացանք իրար ու սկսվեց մեր քննարկումներ, նոր ու գիշեր քննարկում, մեկ էլ մի օր ասեց, դե ինքը արդեն հասկանում էր, որ ես այնքան եմ ընկղմվել այս գործընթացի մեջ ու հսկայական բառեր էր արդեն կուտակվել ինձ մոտ։ Մի օր ասեց, չես ուզում գիրք հավաքես այդ բառերով, ես եմ որ, ինչ լավ միտք էր։ Այդպես իհարկե շատ բարդ էր ինձ համար միայն պատկերացնելը, որ ոնց բառարան գիրք, բան, արդեն գործընթացը երբ պատկերացնում ես բառարան ստեղծելու, կերտելու, բնական է որ բավականին բարդ գործընթաց պիտի լինի, բայց երևի Տիկին Մարիամի օգնությունը շատ մեծ էր այս պարագայում, որովհետև նախ ինքը հավատում էր, որ կարող ենք ու անելու ենք դա արդյունքին հասնելու ենք, դա շատ կարևոր ուժ է հավատը առհասարակ, բացի դրանից նյութ ունեինք մենք իսկապես ահռելի չափականակի բառեր ունեինք մենք կուտակած արդեն, այսինքն մեզ մնում էր միայն մեր ունեցածը մշակել։ Ու այդպես սկսվեց գործընթացը, ամեն դեպքում ես վերջնական արդյունքը այդպես էլ չէի պատկերացնում ինչ է լինելու, բայց գիտեի ինչ եմ ուզում։ Ես հստակ գիտեի, որ ուզում եմ ոչ թե բարդագույն տերմիններով ու ինչ որ խառնաշփոթ բառարան, որը կբացեն մարդիկ ու ժամերով կընկղմվեն մեջը մի բառ գտնելու համար, այլ ես գիտեի, որ ես ուզում եմ շատ պարզ գիրք, շատ պարզ բառարան, որ բացում ես, մեջը գրված է օրինակ շտեպցել, գծիկ, կողքը վարդակ, չգիտեմ, ռոզետկա, գծիկ, կողքը խրոց, վերջ Ուրիշ ոչինչ պետք չէր, հայերեն, ռուսերեն կողքը ինչ որ երկար բարակ բացատրություններ չպետք է լինեին։ Պրակտիկ։ Շատ ու բոլոր բառերը բացառապես հայերեն պիտի գրված լինեն եւ այն սխալ բառերը, որոնց հայերեններ պիտի պատկերացրի արդեն։ Բարդքս լինի ձեզ անպայման բերեմ այդ գրքից կներեք։ Այ հիմա Անի ջան կուզենամ մեծ դիտողներին YouTube-ով հարց հղել եւ լավագույն պատասխանը կամ պատասխանում որ կորոշեք որ ամենալավն է կընտրենք եւ այդ գիրքը ձեր ստորագրությամբ կնվիրենք։ Շատ բարձ բան եմ հարցնում։ Հաբադոկ բառի հայերեն համարժեքն ասեք։ Աղջիկները պիտի որ իմանան։ Ես չգիտեմ շատ սիրուն բառ է։ Գաղտնիքը չեմ բացում։ Այո։ Տեսնենք ով կիմանա։ Դե մեկնաբանություններում պատասխանում ենք Անի հարցին, իհարկե Անին իր ոճի մեջ է հարցը տվել, գուշակում ենք կամ ինչ որ չգիտեմ, կա ձեր բառարանում Անի ջան։ Այո, առաջին բառն է։ Ահա, աբադոկ բառի հայերեն տարբերակը։ Համել կգայթակղի ձեզ, գուցե հայի բառարան փնտրեք գրախանութներում։ Եվ պատասխանողին գուցե առաջին ճիշտ կամ ամենասրամիտ, եկեք ամենասրամիտ պատասխան տվողին կնվիրի Անին հայի բառարանը իր ստորագրությամբ։ Անի ջան, անչափ շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ ստացվեց այս հանդիպումը եւ այս զրույցը։ Այսօր խառնաշփոթի մեջ կներեք։ Այո, այսօր ահագին բան բացահայտեցինք հաղորդավարի մեկնաբանի մասնագիտության մասին, տենց կուլիսներից այն կողմ ինչա կատարվում եւ ուրախ եմ նոր սկզբի reopen հարթակի մասով եւ հուսով եմ որ կունենանք ելի հանդիպումներ եւ այդ ժամանակ արդեն կխոսանք այն բաների մասին ինչը որ այդ ժամանակ ակտուալ կլինի։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։
Շնորհակալ եմ նաև մեզ դիտողներին եւ լսողներին, եւ եթե հավանում եք այն բովանդակությունը, որը որ մենք ստեղծում ենք, անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Չմոռանաք նաև սեղմել զանգակի կոճակը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ էպիզոդին։